Երևի ցույց կտակ, հա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել եւ սաղմոսներ անգիրանել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունեմ։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դեմ քվեարկած պատգամավորները կվերցնեն իրենց վրա։ Տեսեք, ԿՊԱ-կանները դեմ քվեարկելով շարունակի Քոչարյանը դա կարդալ աստվածաշունչ կօգնի։ Դե մեր ցանկությունն է դա, մենք ուղղակի մղում ենք, որ Սաղմոս 36-ն էլ կարդան, 150 Սաղմոս կա, թող բոլորը շարունակի կարդալ, ոչ միայն այդ շուրթերի պահը ըմբռնի, մնացածն է լավ ըմբռնի, դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միջադեպը մղել է իսկապես մեր պատգամավորներից մեկին աստվածաշնչին այդքան մոտ գտնվել եւ սկսել սաղմոսներ անգիրանել, շատ լավ փաստորեն, շատ լավ արդյունք ապահովեց այս միջադեպը պատգամավորի համար։ Պատգամավորները մենք ոչ մեկի մուտքը բնականաբար չենք խոչընդոտի եւ նման անօրինական բան երբևէ չենք արել խորհրդարանում եւ չենք անի։ Պարզապես սա հիշեցում է պատգամավորներին։ Տեսեք, եկեք հետևենք միասին, հա, պատգամավորների արձագանքին եւ ռեակցիային ընդհանրապես այս մեր լվացքին։ Ասեք միշտ օրենսաբանեք, Հրիպսիմեն ձեզ բան է ասում, Քոչարյան։ Պարանի վրա է։ Պարանի, վայ քորոնեն։ Նիստի սկսվելուն մնում են 5 րոպե, պատգամավորների հրավիրում են գրաքիչ։
Այս է ուրախ եմ, որ իր գնահատականի Ժանով մի քիչ ենքում գնա։ Պարոն Ալեքսանդրյան, հնարավոր է ինչ-որ չայի հասնաժողովի։ Սակցությունը մասնավորելու խոսեք։ Ասեք պարոն Քոչարյանի, պարոն Ալեքսանդյան, ներողություն խնդրի։ Հորդորեք ձեր գործընկերոջը։ Պարոն Թորոսյան, դուք ասելիք չունեք։ Գնալու թե կուրացիան։ Լրագրողի գլխավորելու ժամանակ ունեք, մյուսի հարցերին պատասխանելու ժամանակ չունեք։ Մտնենք լիստի, որովհետև լիստը շարունակում է, ես համաձայն եմ բոլորի հետ։ Առանց կարտալու համաձայն։ Այո։ Կարող է impeachment գրածել Տեսադաշտը բացեք։ Արգելի գործընկերներ, բացեք տեսադաշտը։ Արգելի գործընկերներ, բացեք տեսադաշտը, որպեսզի պատգամավորները Ապրեք, շատ լավ։ Դադարեցրու։ Հələ չփակեք, երեք։ Всё? Всё? Да, паги. Всё, выдохните. Ջան, հետո ստերից արդեն անցին լիստը, որտեղ անդոյի հարցը։
Պատգամավորը պարտավոր է հարկերի քանակության շարունակավորումները, հարգալից վերաբերում ցուցաբերել քաղաքական իրավիճակների, արտահայտողական բախտերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև որոշ այն անձանց նկատմամբ, որոնց պատգամավորվում է իր իրավունքների ներկայացումը։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2025 թվականի մարտի 20-ին Խտրական գրավելմունք դրսևորելով իրավիճակի նջագության նկատմամբ դուք լրագրող չեք, լրագրողն իրենք է, մատրացույց անելով նիստ իրավունքներից։ Այս արարքով նաև լրագրողի նկատմամբ